Ես ուզում եմ սկսեմ մի ուժից Ջորջ ջան, էլի տեսեք ինչ որ մարդիկ վառված են մնացեք, կներեք արտահայտությանս համար, տեսեք, շատերդ էլի ինձ հարցեր եք ուղում, շատերդ ինչ որ ոմանք ինչ որ մեղադրանքներ են ինձ ուղում, թե բա ինչի էս սրան կամ նրան չաջակցեցիր, իբր դրանք արևմտամետ էին, իբր դրանք արևմտամետ չէին։ Ես նկատեցի, տեսա, որ առանց անունները տալու չեմ ուզում, այսպես ասում, ուրեմն անկախ ամեն ինչից ասում չեմ ուզում անունները տալ, ուրեմն այդ ուրեմն հառացնել նախընտրական շրջանում որոշ դեպքեր ստիպված եղա տալ, բայց որոշ ուժեր, ուրեմն իրենց արևմտամետ համարող վիճարկում են ընտրությունների արդյունքները եւ ասում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։ Ջորջ ջան, տեսեք, ես օբյեկտիվ մարդ եմ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ ընտրությունները իդեալական չեն եղել։ Ես անգամ այսօրվա RTN-ի եթերում ասեցի եւ մենք այդ թեման կզարգացնենք, որ իշխանությունների գործելավոճը ուրեմն ճիշտ չի եւ սրան պետքա վերջ տալ, որովհետեւ այն ինչ որ իրանք ուզում են պահեն, այդ տրամաբանության մեջ իրանք կարող են գործել, այսինքն բալանսավորեն, որ բալանսավորեսի մեջ, այո, այդ տիպի բաներ կարող են անել, բայց դա նշանակում է, որ իրենք չեն պատրաստվում գնալ դեպի Եվրոպա։ Բայց մենք հասկանում ենք, չի ասենք, ում ջրաղացնեք ջուր լցնում։ Եթե արևմտյան տերությունները առաջինը ճանաչել են ընտրությունների արդյունքները, եթե Վլադիմիր Զելենսկիից սկսած, որը առաջիններից է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական հանձնաժողովի, չգիտեմ, ընդհանուր Եվրոպական միության ղեկավարությունից, ասենք, չգիտեմ, եվրոպական լիդերներից եւ բռնած բոլորը, ասենք, Ամերիկայի պետքարտուղարով բոլորը շնորհավորում են ճանաչում են ընտրությունների արդյունքները։ Եվ դուք լինելով արևմտամետ իբր ուրեմն ասում եք, որ ընտրությունները լեգիտիմ չի եղել, մեկ դու եք ասում լեգիտիմ չի եղել, մեկ Պուտինն է ասում, որ լեգիտիմ չի եղել։ Հիմա ո՞նց հասկանանք տղերք ես ձեր պահ, ո՞նց է տենց ստացվում։ Գիտեք, իրոք, ասենք, չի բռնում։ Ես իմ բոլոր ասածներին ու արածներին տեր եմ։ Ես դեռևս չեմ սխալվել։ Ես սխալվել եմ որոշ մարդկանց այս ալիք կանչելով ու մարդ սարքելով, որի շնորհիվ իրենք նաև բավականին լուրջ աճեցին, ուրեմն դա նաև որպես այդպեսին, ասենք, ես իմ մեղավորությունը ընդունում եմ շատ շատերի դեպքերում, բայց երբ որ հասկացել եմ, ես ընդհանրապես, ասենք, այդ հարցը փակել եմ։ Հիմա տեսեք, խնդիրը հետեւյալն է։ Մենք հասկանում ենք, որ այսօր ընտրությունները չի ճանաչում Ռուսաստանը եւ չի ճանաչում որոշ, ասենք, ուժեր, հա, անգամ անդիմությունն է այդ իրանց ուժեղ Հայաստանները տատանվում ճանաչի թե չճանաչի, հա, այնտեղ արդեն ասում են դե կարելի է ճանաչել, մտնել, ասենք, օրինակի համար 8 հոգի առնել եւ այլ, այս մասին մենք հեսա կխոսենք, հա։ Ես չգիտեմ, սա քաղաքական փորձի պակասն է, ընդհանրապես կապ չունենալն է, ասենք, այդ ամեն ինչի հետ, չգիտեմ, սպոյլեր լինելն է, չգիտեմ, չեմ կարող ասել, Ժորժ ջան, չեմ կարող ասել, ես իմ մեջ իմ տեսակետը ունեմ, բայց չեմ ուզում, ասենք, ժամանակի շուտ հնչեցնեմ, բայց սա, չգիտեմ, արդեն դուք մտածեք, դուք ով եք դրանից հետո, երբ որ, ասենք, մեկ ուժեղ Հայաստանն է մտածում Պուտինի հետ չճանաչի ընտրությունները, մեկ դուք եք որոշել, որ ընտրությունները լեգիտիմ չի, ես ամեն ինչ հասկանում եմ, ես գիտեք, առաջինը ես եմ իշխանության իրական նկարագիրը տալիս, ովքեր են եւ ինչ են ուզում անեն, բայց մենք հասկանում ենք, չէ՞, մենք պետքա ելքեր առաջարկենք, չէ՞, մենք հասկանում ենք ինչ իրավի մեջ ենք, մենք չենք կարող տուպիկի մեջ ապրել կամ մենք հասկանում ենք, չէ՞, ինչա կատարվում, ինչա տեղի ունենում, հա։ Եվ ըստ դրա, երբ որ մի բան ասում ենք, ուրեմն պետքա դրա ուրեմն լուծումն էլ առաջարկենք, կոպիտ ասած։ Դրա համար ունենք այն ինչ ունենք, իսկ այդ իրավիճակում այս քայլը օրինակ ինձ համար բոլորովին անհասկանալի է, բայց ես մի առաջարկ ունեմ։ Լավ եք անում, ասում եք ընտրությունները լեգիտիմ չի։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում կամ գործում է կամ պետք է գործի այսուհետ այս ընտրություններից սկսած ուրեմն օրենք, որտեղ կուսակցությունները, ովքեր հաղթահարել են 2%-ի արգելքը, բավականին մեծ գումար են ստանալու, ուրեմն ես կճշտեմ Ժորժ ջան, կամ ամիսնա $50,000 մասին խոսքը գնում, կամ տարեկան $50,000 մասին է խոսքը գնում, եւ մենք մի հատ հələ ես փորձեմ մի հատ ճշտել, հասկանալ ամսականը թե տարեկանը, բայց բավականին մեծ գումար են ստանալու, հա։ Եթե անգամ ասենք տարեկան այլի քիչ չի, ամեն դեպքում կուսակցությանը պահպանելու, գրասենյակիներ պահելու եւ այլն դրա համար ասենք ինչ որ չափով բավարար է։ Իսկ եթե տարեկան է, եթե ամսական ընդհանրապես արդեն ցանկացած, այսպես ասած, ուժ կարա մտնի պայքարի մեջ, արդեն դա իդեպ բավականին հետաքրքիր օրենք է։ Ուրեմն ինչ եմ առաջարկում, եթե դուք համարում եք, որ ընտրությունները լեգիտիմ չի, ուրեմն դուք էլ 2 քանի տոկոսներ, չգիտեմ, չեք հավաքի 2%-ից ավել։ Ուրեմն հրաժարվում եք այդ փողից։ Եթե այդպես սկզբունքային տղերք եք, ուրեմն հրաժարվեք այդ օգնությունից եւ մի վեցրեք այդ գումարը, որտեղ ընտրությունները լեգիտիմ չի, եթե լեգիտիմ չի, ուրեմն դուք էլ արդյունք չունեք։ Դա ամենաճիշտ տարբերակն է։ Այդ ժամանակ ես կհարգեմ։ Ես գիտեմ, որ չեք հրաժարվելու։ 100% համոզված եմ իմ մեջ, որ չեք հրաժարվելու այդ գումարից, հա։
կոնկրետ, հա, տարբեր պատճառաբանություն, բայց տենց եթե սկզբունքայնություն ունեք իբր, չնայած իմ համար տարօրինակ սկզբունքայնություն է։ Մարդ չի կարա, ասենք, մենակ առաջի համարը իրան հայտարարի արևմտամետ, մնացած բոլոր համարները, ասենք, չգիտեմ, Արցախի հանձնումը վերագրեն Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին, Պուտինի վրիժ ջրելով մեղքը։ Մեկ ուրիշ համարը, ասենք, տեխնացու, ուրեմն ռուսամետ Վարդան Ղուկասյանին համարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղբանտարկել այն դեպքում, երբ որ տարական բան է, էլի, ասենք, ճշտել երկու վայրկյանի հարց է ճշտել, որ նա ազատ է ցանկացած պահին դուրս գալ, երբ որ ինքը ցանկանա լքի Միացյալ Նահանգները, ոչ մեկ նրան զորով չի պահում Միացյալ Նահանգներում։ Immigration jail-ը անվանել քաղբանտարկություն, դա Ժորժան, դա գիտություն էլ չի։ Դա կամ պետք է ուղակի, չգիտեմ, ինչ աստիճանի տեղյակ չլնես, կամ եթե այդ աստիճանի դու տեղյակ չես, կարողանում ես արտաքին հարաբերություններում այդպիսի կոպտագույն սխալ գործես քեզ համարելով արևմտամետ Միացյալ Նահանգներին մեղադրելով քաղբանտարկյալ պայելու հարցում, դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դրա համար տեսնում եք, ասում ուփատը շաբաթից շուտ է գալի ժողովուրդ։ Բոլորի դեմքը բացվում է ու բացվելու է։ Ու մենակ այդ չէ, բազմաթիվ դրվագներով, ես ապացույցներով, փաստերով դրել եմ, ինչի ես մարդկանցից ինչ եմ հիասթափվում, ինչի չեմ վստահում, անկախ դրանից, եթե պապայի արևել երթվեն, որ իրանք արևմտամետ են, չէ, հենց չի գործերով է։ Մեկը ՆԱՏՕ-ից է հրաժարվում, մեկը Ֆրանսիային Միացյալ Նահանգներին մեղադրում է Ղարաբաղը հանձնելու մեջ, մյուսը, չգիտեմ, բան է տարածում, ռուսամոլիկների ինչ որ տեքստեր է տարածում, ասենք, որոնք ուղղված են հայերին խաբելու, կոպիտ ասած, հա, ասենք, ինչ որ հայերին շաքաղում են, այնպես բաներ են խոսում, չգիտեմ, եւ այլն։ Մի խոսքով, դրա համար լավ, այմա ինչ որ է, Ժորժ ջան, դուք ինձ մեղադրում եք, ես ձեզ ասում եմ ինչի ես այդպես վարվեցի, ու հիմա կարծեմ թե պարզ է ինչի ես այդպես վարվեցի։ Ինձ թվում է հարցեր չի մնա ինչի ես այդպես վարվեցի։ Ես ցույց եմ տալիս, որ ես անկախ եմ, ես ցույց եմ տալիս, որ ես ինչ որ անում եմ, ուրեմն դրա տակ այնքան հիմքեր ունեմ անելու, Ժորժ ջան։ Շատ մեծ հիմքեր ունեմ անելու։ Դրա համար հələ այնքան բան կա, որ ես ուղակի ելնելով քաղաքակրթությունից ինչ որ ես տեսել եմ, լսել եմ, նկատել եմ կամ այդ մասին չեմ խոսում։ Դուք չգիտեք, դա ավելի մեծ է, քան ինչ որ ձեզ ասում եմ։ Այդպես։ Դրա համար ասում եմ, լավ հարց չկա, հիմա բանը, չգիտեմ։ Դրանց սկզբունքային տղեկ եք, ընտրությունները լեգիտիմ չեն, օքեյ, դե այդ գումարը չվերցնեք հանկարծ։ Հիմա ուրեմն Ժորժ ջան, ուրեմն հրապարակ թերթը հոդված է գրում եւ Woman Ara Aloyan անուն ազգանունն էլ տալիս եմ, որ իմանաք, որտեվ ցիտելու եմ ինքը ինչա գրել Ժորժ ջան, որ հասկանաք ով է այդ Ara Aloyանը, դուք յուրաքանչյուրը արդեն, ես հիմա չեմ ուզում գնահատական տամ, բայց ինձ թվում է յուրաքանչյուրը տենց հարուստ ֆանտազիա ունեք, յուրաքանչյուրը արդեն գնահատական կտակ ով է Ara Aloyանը, ինչա հրապարակ թերթը տարածում, դրա համար թողնում եմ ձեր հայեցողությանը, գնահատականները։ Մտքում է բարձրաձայնը արդեն ձեր գործն է, ուրեմն դուք ազատ եք արտահայտվելու։ Հիմա ուրեմն ինչա գրում հրապարակ թերթը Ժորժ ջան։ Ալիև, Էրդողան, Թրամփ, Զելենսկի, Սահակաշվիլի, ուշադիր, Ալիև, Էրդողան, Թրամփ, Զելենսկի, Սահակաշվիլի, Փաշինյանին հանցագործներն են սատարում։ Ու ինչա գրում այս երևույթը։ Պետք է աջակցել Հայաստանին, հայտարարել է նաև Ուկրաինայի պետք է աջակցել Հայաստանին, հայտարարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ես մի փոքր հատված եմ մեջ բերել։ Արձագանքելով Ռուսաստանի նախագահի այն խոսքերին, որ Հայաստանը կարող է բախվել ուկրաինական սցենարին իր եվրոինտեգրման ձգտումների պատճառով։ Մարդ, որն արդեն 4 տարուց ավելի սեփական երկիրն ու ժողովրդին ներքաշել է պատերազմի մեջ, ուշադրություն, ներքաշել է պատերազմի մեջ։ Սեփական իշխանությունը պահելու համար հրաժարվում է թեկուզ ցավոտ որոշումների գնով վերջ դնելով արյունալի պատերազմին, 100 հազարավոր ուկրաինացիների մահվանն ու կեղեքմանը որոշել է պաշտպանել ոչ թե Հայաստանին, այլ Փաշինյանին, իր բախտակցին նրան, որը հազարավոր հայորդիների կամովին նետեց թշնամու երախը, անամոթաբար ու անբարո կերպով հանձնեց Արցախը, ուրացավ ու արցախայությանն իրեն թշնամի հռչակեց, Հայաստանն էլ մաս-մաս նվիրում է ադրբեջանցիներին։ Եվ ահա Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը ավելի շատ մտածել անվտանգության մասին եւ չլքել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարող են տուժել Ռուսաստանի պատճառով։ Ժորժ ջան, ուրեմն տեսեք, մարդ ով պետք դուք փաստորեն ամբողջ աշխարհը, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչել է, որ Ռուսաստանն է ֆաշիստաբար ներխուժել Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանը փորձում էր օրինական ընտրված նախագահին հանել, գցել պաշտոնից, հանել դուրս գցել պաշտոնից։
Ուրեմն Ռուսաստան եւ այնտեղ նշանակել իր դրածոյին։ Ուկրաինան վերցնել ստրկացնել, Կիևը գրավել 3 օրում, որովհետեւ Պուտին ֆաշիստը որոշել է Հիտլերի, որովհետեւ դա կուրքը Հիտլերն է, որոշել է, որ ինքը պետքա տենց վերցնի ու գրավի, ուրեմն վերականգնի սովետական միությունը եւ վերականգնի արևելային Եվրոպայի իր ազդեցությունը։ Զելենսկին եւ Ուկրաինայի ժողովուրդը որոշեցին, որ իրանք չեն ուզում ստրկանալ եւ իրանք 4-րդ տարին է պաշտպանվում են։ Հիմա այս փորձում եմ գիրտ լինել։ Այս երևույթը, այս Արա Ալոյանը, ну, ինչքան Արա Ալոյան պետքա լինես, որ sense բան գրես։ Ասում է, որ Ուկրաինայի ժողովուրդը պետքա հանձնվի, թեկուզ ցավալի գնով ասում է, որովհետև ասում է Պուտինի ուզածները պետքա կատարվի, որովհետև օրինակ այս նույն երևույթի տրամաբանությամբ, օրինակ Ալիևը Մեղրիի միջանցքեր ուզում, այսինքն Զանգեզուրի միջանցք, ուրեմն մենք պետքա տայինք, որովհետև պատերազմը կարող է շարունակվի։ Այսինքն եւ ըստ էության սրանք սատարելով Պուտինին, հենց Մեղրիի միջանցքներ ուզում են հանձնած լինել, որովհետև ովքեր որ Պուտինին սատարում են, նշանակում է նրանք թքած ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Դա միանշանակ, նշանակում է նրանք հաստատ ուզում են, որպեսզի Թրամփից վերցվի այդ միջանցքը, հանձնվի Պուտինին։ Դե գիտեք ինչ, պատկերացրեք, եթե մեկը բացահայտ պաշտպանում է ֆաշիզմը, եթե զոհին ներկայացնում է որպես ագրեսոր, պատկերացնում եք, ով պետք է լինես, որ զոհին ներկայացնես, որ դա նույն բանն է, ոնց որ օրինակ ցեղասպանության ժամանակ, ասենք մի հատ այս տիպի Արա Ալոյան կանգներ ասել, որ, չգիտեմ, ասենք հայ ժողովուրդը ուրեմն ներքաշեց բանին, ասենք, չգիտեմ, պատերազմի մեջ, ասենք, սեփական ժողովրդին եւ թուրքերը այդպես փոխանակ հանձնվեին եւ այլն, թուրքերը ստիպված եղան կոտորել հայ ժողովրդին, բայց հայ ժողովուրդը ներքաշեց, ասենք, չգիտեմ, կամ Հայաստանը ներքաշեց ուրեմն Թուրքիային պատերազմի մեջ, ասենք, ու տես մի ինչ որ գնահատական տա, էլի։ Այս պահին Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է սեփական ազատության համար։ Մեկին մեկ ռուսական նարատիվներ կրկնող, ու սա անում է հրապարակ թերթը ժողովուրդ ջան։ Երբ որ ամբողջ աշխարհը ՄԱԿ-ը ճանաչել է, որ Ռուսաստանն է ագրեսոր այս պատերազմում, Ուկրաինան զոհ է։ Երբ որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համարում է, որ Պուտինը ագրեսոր է, դրա համար Պուտինը մեկուսացված է սանկցիաների տակ, Հայաստանում գտնվում է թերթ եւ մեկը, որը ուղակի ֆաշիստական ռոպագանդա է տարածում ուղակի հայ ժողովրդի շրջանում։ Ես ինչ կարող եմ սրանից ավել ասել։ Պատկերացնում եք, իրանց մոտ, ասենք, Օրուելյան աշխարհն, ով որ կարդացել է Օրուելի 1984-ը, փայլուն նկարագրում է սրանց նմաններին։ Փայլուն։ Սա Օրուելյան աշխարհ է։ Զոհը ագրեսոր է, չգիտեմ։ Խաղաղությունը պատերազմ է իրանց համար։ Այսինքն Օրուելյան աշխարհում ամեն ինչ հակառակն է։ Սրանց մոտ նույնպես։ Չգիտեմ, արդեն ես չեմ ուզում ուրիշ գնահատականներ տամ, խնդրում եմ դուք կարող եք ձեր գնահատականները ազատորեն տալ, մտածել ով է Արա Ալոյանը, ովքեր են հրապարակ թերթում աշխատում եւ ինչ են մտածում։ Ուրեմն հաջորդը, ուրեմն Գալուզինը ասել է հետեւյալը։ Հիշում եք, ես այս նախորդ օրերին նաեւ հարցադրույց տվեցի, նաեւ խոսեցի այդ մասին մի քանի անգամ եւ ասեցի, կնկատեք, որ շուտով սկսվելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցումը եւ ռուսները արդեն քայլեր են անում։ Ուրեմն այդ այն 600,000 ռուսների օգտին քվեարկած Հայաստանի քաղաքացիներին, որ Ղարաբաղ էին պաշտպանում եւ Պուտինին էին բերում, որ Ղարաբաղ պաշտպանի, ընտրությունների ժամանակ 600,000 մարդ մոտ քվեարկել է պրոռուսական ուժերի օգտին եւ ես զգուշացնում էի, որ լինելու է մերձեցում եւ հələ դուք կտեսնեք դա։ Ինչ է գրում Գալուզինը, ռուսների եւ Ալիևի, ուրեմն Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում։ Ղարաբաղում Ռուսաստանի աջակցությամբ մանկապարտեզ է կառուցվում, այս մասին ռուս-ադրբեջանական գործարար հանդիպան արդյունքներով հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը։ Նա նաեւ նշել է, որ մի շարք ռուս գործարարներ ուսումնասիրում են Ղարաբաղում իրենց նախագծերն իրականացնելու հնարավորությունները եւ հույս է հայտնել, որ ռուս եւ ադրբեջանցի գործարարների համագործակցությունը հետագայում եւս կշարունակվի։ Այն ռուսամոլիկներ ու ռուսամելիկներ ու ռուսասատկիկներ։ Դուք տեսել եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան օրինակ Ղարաբաղում ադրբեջանցի երեխեքի համար մանկապարտեզ կառուցեն, հա? Այդ տենց սրանց էիք բերում, որ Արցախը պաշտպաներ, հա?
Այդ հիմա էր սրանցով եք ուզում Հայաստանի շուտով Հայաստանը ադրբեջանցի երեխեքի համար մանկապարտեզ կկառուցեն։ Նրանք չունեն ոչ մի արժանապատվություն։ Նրանք ընդհանրապես, եթե այսպիսի ցեղասպանական պատերազմ են վարում Ուկրաինայում, չնայած ուկրաինացիները, այսպես ասում է, լավ պատժում են տեղը տեղին, բայց էական չի։ Էականը նա օրինակ ցեղասպանական պատերազմ են վարում այսօր Ուկրաինայում։ Այդ մարդիկ չունեն արժեքներ, այդ մարդիկ չունեն ոչ մի բան, այդ մարդիկ չունեն սիրտ, չունեն, ուրեմն, չգիտեմ, չունեն ընկերություն, իրանք Ուկրաինայի գլխավոր երաշխավորն էին, իբր թե Բուդապեշտյան մեմորանդումներով Ուկրաինայի հետ կնքել էին առանձին պայմանագիր 97-ին կնքել են 2003-ին վավերացրել են ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, էլի բարեկամության մենք ունենք, չէ՞, բարեկամության եւ համագործակցություն տիպի ուրեմն պայմանագիր։ Նմանատիպ պայմանագիր իրենք ունեին նաեւ Ուկրաինայի հետ, որտեղ ճանաչում են Ղրիմը Ուկրաինայի կազմում եւ այլն եւ այլն։ Եվ սրանք, որ մի օրվա մեջ ուղակի կարան ամեն ինչ ծախեն, ուրեմն չգիտեմ, ամեն ինչ փոխեն, Հայաստանը մանրադրամ սարքեն, Ղարաբաղում ադրբեջանցի երեխեքի համար մանկապարտեզ կառուցեն, սրանով Սամվել Կարապետյանը ուժում է ուժեղ Հայաստան կառուցի, Ժողովուրդ ջան։ Շատ ուժեղ Ադրբեջան կառուցեն Ռուսաստանով, բայց ուժեղ Հայաստան հաստատ չեն կառուցի։